Արտահանման սահմանափակումների այս փուլում վարկային պարտավորություն ունեցող ինտենսիվ այգիների սեփականատերերը աջակցություն կստանան կառավարությունից։ Շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 հուլիսի 31-ը, ժամկետը կերկարաձգվի 1 տարով։ Արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց։ Արտոնյալ ժամկետ նշանակում է, որ ոչ տոկոսա տալիս, ոչ մայր գումար։ Այո, եւ որ այսինքն գումարը կունենան, կօգտագործեն, բայց տոկոս մայր գումար չեն փակի եւ այդ սպասարկման հարցում կաջակցի կառավարությունը։ Հունիսի 1-ից 25-ը արտահանվել է 1071 տոննա ծիրան, 882 տոննա կեռաս, 40 տոննա խնձոր, 100 տոննա թութ, թուսաղարջ մոշ, 87 տոննա ելակ, ազնվամորի, 140 տոննա լոլիկ։ Հայաստանից ծաղիկ է արտահանվել 16 երկիր։ Փաշինյանը հետաքրքրվեց ինչպես է առաջ ընթանում դիվերսիֆիկացիայի գործընթացը, կա արդյոք ճգնաժամային իրավիճակ։ Տեսանելի գնանկում երկու ուղղություններով, ծաղիկն է եղել, որի մասին մենք գիտեինք, եւ լոլիկը։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում եւ արկա բերքը կամ շուկայում ամբողջովին վաճառվում է կամ արտահանվում է, լոլիկի դեպքում էլ է վաճառվում, ուղղակի գները իջել են։ Արտահանման շուկաների փնտրտուքը ըստ արտաքին գործերի նախարարի մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Արարատ Միրզոյանը նշեց Եվրամիության, Կենտրոնական Ասիայի, արաբական երկրների շուկաները, նաև անմիջական հարևանները, օրինակ Թուրքիան։ Լոգիստիկ խնդիրներ առաջանում են, փորձում են դրանք կառավարել, օգնել բիզնեսին։ Մարտահրավերով հանդերձ, որը կարծես թե լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերներ են այդ մասին վկայում, մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին եւ մեծ հաշվով տեղի ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում ենք եւ պլանավորում ենք։ Արտահանման աշխարհագրությունը ըստ Պապոյանի լայն է՝ Իրաքից Միացյալ Էմիրություններից Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա, միջինասիական արևմտյան երկրներ։ Ամենավատատեսական կամ վատատեսական սցենարները, որոնք որ ի սկզբանե նաև մտածում ենք, դրանք չկան եւ ըստ էության մենք բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ կատարում ենք, պետք է շարունակենք աշխատել նաև հիմա գործընկերների հետ, էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները բիզնեսի հետ այս օրերին Բելգիայում եւ Նիդերլանդներում են, ուղիղ հանդիպումներ են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, այսպես փորձում ենք հերթով երկիր կազմակերպություն գնանք։ Վարչապետի խոսքով ակտիվ աշխատում են ԵԱՏՄ-ի հետ եւ այն կանխավարկածով չեն առաջնորդվում, որ ԵԱՏՄ-ում կատարվել է անշրջելին։ Հիմա պետք է այդ ուղղությամբ չնայել, նշեց Փաշինյանը, հավելելով, որ համոզված է լուծումներ կլինեն, եթե չլինեն, դա կնշանակի միանգամայն այլ բան, առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա, եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ Վարչապետի խոսքով ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու առիթը առաջիկայում օգտագործելու է, քանի որ ինչ Հայաստանի դեպքում է տեղի ունենում, անդամ մի քանի երկրում ըստ նրա լուրջ անհանգստություն է առաջացնելու։ Փաշինյանը համոզված է, որ դիվերսիֆիկացիայի process-ներ ԵԱՏՄ մի շարք երկրներում տեղի ունենում առանց հայտարարելու։ Ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արտնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետք է ստեղից արդեն հետևություններ անենք։ Էլի եմ ասում։ Հիմա հարցը շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու։ Շուկայի խաղացող լինելու համար բոլոր ուղղություններով պետք է ավելանան արտադրանքի, վաճառքի ծավալները։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ստանդարտի հարցը։ Չի լինելու կոնյակ, որի մեջ կա փշենիչնի սպիրտ, չի լինելու դա։
Չպիտի լինի, ընդ որում ես այս խնդիրը դրել եմ 2018 թվականից, 2018 թվականից կամած չի լինելու, որ Հայաստանում խաղողի մթերման կեղծ թվեր արտացոլվեն, չի լինելու դա, հիմա համոզելով չի, հիմա լավ է եւ այս բանի համար ես ուրախ եմ, որովհետեւ մենք ոչ մեկը մեզ չի կարա այսօր որևէ պրետենզիա ներկայացնի, մենք 8 տարի ասել ենք, լսեք, մի օր գալու է այդ ժամը, մի օր գալու է այդ ժամը, ինչ պատճառով, ինչ հանգամանքներում, մենք չգիտենք, բայց այդ ժամը գալու է, գնացեք փոխեք, գնացեք լրջացեք, երկրի ստանդարտի հեղինակության հարցը, դա արգելակում այդ թվում խաղողագործության նորմալ զարգացում, մենք չենք կարողանում գնահատել լավ, խաղողի ինչ ծավալներ պետքա լինեն, բանի կոնյակի տեխնիկական սորտեր, ինչքան գինու սորտ, ինչքան սեղանի սորտ, ինչքան։ Վերջին 3 ամիսներին շարունակվել է աշխատատեղերի թվի աճը։ Մայիսին ունենք պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը։ Նիստի տնտեսական օրակարգի քննարկումը շարունակելով հայտարարեց վարչապետը։ Մայիսին արձանագրվել է 823,584 աշխատատեղ, 2025-ի դեկտեմբերին ցուցանիշը 822,662 է։ Իհարկե ինչ որ ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ թվում միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները ավելացրել են եւ դա կապված է այն խոշոր ներդրումային ծրագրերի հետ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է եւ պլանավորվում է իրականացնել։ Իջևանում UEFA-ի ստանդարտով կկառուցվի 10,000 տեղանոց ֆուտբոլային մարզադաշտ։ Մեր երկրում 2029-ին կանցկացվի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որի հիմնական պայմաններից է UEFA-ի 4-րդ կարգի մարզադաշտերի առկայությունը։ Դաշտի նախագծման համար հատկացվեց 177 միլիոն 828 հազար դրամ։ Որոշել ենք վստահել աշխատանքները միջազգային փորձ ունեցող նման մարզադաշտեր արդեն նախագծած եւ կառուցած Venuera Holding SPE-ին, որը արդեն իսկ ներառված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման գործընթացում։ Հայաստանում կներդրվի email կոդերի միասնական գրանցման համակարգ, որով բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված գրանցված հեռախոսները։ Նշվում է email կոդերի հսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված կեղծ փոխված կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը։ Հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում եւ որ ոչ պակաս կարեւոր է անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաեւ կիբեր եւ ֆիզիկական անվտանգության ռիսկեր է առաջացնում։ Հետևաբար նման ռիսկերի գնահատումը եւ դրանց չզոքացումը մեզ բերել է առաջարկելու համապարփակ մի կարգավորում, որը հնարավորություն կտա ապահովել անհատի կողմից իր նոր բջջային հեռախոսի email կոդը առցանց գրանցելու հնարավորություն, ներդնել email միասնական գրանցման վերահսկողության նոր պետական համակարգ, սահմանել շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից բջջային կապի ծառայություններ մատուցելիս email-ը գրանցված լինելու ստուգման պարտադիր պահանջ սահմանել։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Վարչապետի խոսքով բջջային հեռախոսների շուկան երկրում ամենամեծ ստվերային շուկաներից է։ Համակարգը կնպաստի կրճատել ստվերային տնտեսությունը, բարելավել հարկային վարչարարությունը, կարգավորել շուկան, պաշտպանել սպառողին, կանխել հեռախոսների գողության, խարդախության դեպքերը։ Ավարտվում է սև բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է փոփոխ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու։ Թիրախը առաջին հերթին բիզնեսնա շուկան է եւ անհատների դեպքում կարծում եմ, որ որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա, որովհետև կլինի կարգավորում, որ անհատական օգտագործման համար մարդիկ կարող են կսահմանենք այդ ինչքան է այդ թիվը տարին մի հեռախոս է, թե 2 տարին մի հեռախոս է ամեն անհատի պարագայում, իրանք կարող են ներմուծել, այսինքն դրանք կկարգավորվի։ Պետք ղեկավարը թվերով հաստատեց վարչապետի պնդումը, մասնագիտական տարբեր գնահատականներով շուկայում ստվերը 30-ից 40% է։ Եթե մեր տնտեսության ստվերի գնահատականների հետ համեմատենք, բարձր է, այսինքն միջինի համեմատ ինքը բարձր է, այդ տեսանկյունից հետագայում երբ որ կունենանք քննարկումը եւ վերջնական մեխանիզմը կլինի, մենք մի հատ պատկերը կհասկանանք ու ըստ դրա կարող ենք նաեւ գնահատել պոտենցիալ եկամուտները այս քննարկումներից հետո։ Ընդգծվեց խոսքը բացառապես նոր հեռախոսների մասին է, դրանք երկիր բերել չի արգելվի, բայց եթե չգրանցվի, անպիտան կլինի։ Մայա Խաչատրյան, լուրեր։